Քաղաքականության մեջ ամենավտանգավորն այն պարզ պատրանքն է, որ պետությունը կարելի է պաշտպանել արտաքին խոստումներով։ Երբ ասում են մեզ ուժեղ երաշխավորներ են պետք, իրականում փորձում են անվտանգության ողջ լրջությունն ու ծանրությունը փոխարինել գեղեցիկ բառերով, խոսքերով, իսկ աշխարհն այդպես չի աշխատում։ Պատմությունը շատ պարզ դաս է տալիս։ 1938 թվականին Չեխոսլովակիային խաղաղություն խոստացան Մյունխենում, իսկ հետո նրա ճակատագիրը որոշեցին առանց նրա։ Ուկրաինան 1994 թվականին միջազգային հավաստիացումներ ստացավ իր սահմանների եւ ինքնիշխանության մասին, հետո տեսավ դրանց իրական արժեքը, երբ ուժը վերադարձավ որպես խոսակցության միակ լեզու։ 2008 թվականին Վրաստանը եւս համոզվեց, միջազգային հայտարարությունները չեն կանգնեցնում ուժի կիրառումը, երբ հակառակ կողմը հաշվարկում է, որ դրա գինը իր համար կառավարելի է։ Նույն տրամաբանությունը գործում է նաև հակառակ ուղղությամբ։ Քուվեյթը 1990 թվականին պահպանվեց ոչ թե դիվանագիտական գեղեցիկ խոսքերի շնորհիվ, այլ որովհետև նրա բռնազավթումը մեծ կոալիցիայի համար վերածվեց չափազանց բարձր գնի, թե ռազմաքաղաքական, թե տարածաշրջանային հետևանքներով։ Սա է կանոնը։ Պետությունը պաշտպանված է այն պահին, երբ իր նկատմամբ ագրեսիան հակառակ կողմի համար վերածվում է չափազանց բարձր գնի, ռազմական, տնտեսական, քաղաքական եւ ռեպուտացիոն առումներով։ Եվ դա չի առաջանում մեկ ստորագրությամբ։ Դա կառուցվում է տարիներով, բանակի որակով, պահեստազորով ու պաշտպանական արդյունաբերությամբ, տնտեսության դիմացկունությամբ, դաշնակիցների հետ ինստիտուցիոնալ պայմանավորվածություններով, հետախուզական կիբեր կարողություններով, պետական կառավարման վստահությամբ եւ երկրի ներսում համախմբվածությամբ։ Այսինքն, հարցը ով է մեր երաշխավորը չէ, հարցը սա է. ինչն ենք մենք ավելացնում Հայաստանի ուժին ամեն օր, որ մեր անվտանգությունը դառնա շահ համագործակցության համար եւ վնաս հարձակման համար։ Երբ այդ ուժը կա, արտաքին գործընկերների խոստումները գործիք են դառնում։ Երբ այդ ուժը չկա, ամեն խոստում ընդամենը թուղթ է եւ հնչեղ նախադասություն։